Հարգելի գործընկերներ, պարոն Ալեքսանյան տեղափոխվեց մեր զրույցը ազգային ժողովի ամբիոն, Civic AM-ի տաղավարից։ Գիտեք ինչ, հա համաձայն եմ, հա երես չունեն գան, բայց ես ուզում եմ մենք հասկանանք էլի իրավիճակի աբսուրդը։ Ես վստահեցնում եմ, չեմ ուսումնասիրել, բայց որ ստուգ եմ, ես վստահ եմ, որ ճիշտ կլինի, որ համաշխարհային պարլամենտարիզմի պատմության մեջ չի եղել դեպք, որ մի հատ երկրում ընդդիմությունը չգա գործի, հասկանում եք, փախնի գործից։ Հա, լիքը դեպքեր եղել են, երբ որ ընդդիմությունը բոյկոտել է X նիստ, մի նիստ, երկու նիստ, տո նույնիսկ մի քանի նիստ, մի քանի տարի, բայց դա եղել է քաղաքական բոյկոտ, օրինակ Հայաստանի պատմության մեջ էլ է եղել։ Արդարություն դաշինք կար 2003 թե 4 թվականին ընտրված, այդ մարդիկ քաղաքական բոյկոտ էին հայտարարել։ Կամ թեկուզ մեր դեպքում 21 թվին, 22 թվին մեր ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց չէին գալիս, եւ մենք չէինք ասում այդ ժամանակ նրանք գործից փախել են, որովհետեւ քաղաքական բոյկոտ է, ակտ է։ Հիմա մարդ չի հասկանում, լավ էս մարդիկ ուր են, լուրջ եմ ասում, չեն հայտարարել, որ չեն գալու նիստերի, հասկանում եք, ուղղակի չեն եկել, չեն գալիս գործի էս մարդիկ։ Եվ ես կարծում եմ մեր հանրությունը չպետք է դրան հանգիստ վերաբերվի։ Հա, մենք էլ շատ հաճախ չենք ասում, որտեղ ինչ մեղք կթաքցնեմ, մեզ հաճելի է իրանց բացակայությունը։ Ասենք ում է հաճելի, ասենք նայել էս կոռուպցիոներների եւ կոռուպցիոներների պաշտպանների դեմքներին։ Բայց սա պրոբլեմ է։ Բայց մի բան ասեմ։ Ինչ մեղք կթաքցնեմ, ես շատ եմ ուզում, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը եւ գա ազգային ժողով։ Ես շատ եմ ուզում եւ վստահ եմ, որ ինպես բազմաթիվ մարդիկ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան կամ մարտի 2-ի առավոտյան երազել են ունենալ հնարավորություն Ռոբերտ Քոչարյանին հանդիպել առանց թիկնապահների եւ առանց ոստիկանության։ Եվ ես եւ դուք, պարոն Ալեքսանյան, ես կարծում եմ, այդ հնարավորությունը շուտով կստանանք։ Եվ ես կարծում եմ, շատ հետաքրքիր պահեր են սպասում ազգային ժողովում։ Սպասում ենք, պարոն Քոչարյան, սպասում ենք։